Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե խախտումներ չանեն, հնարավոր չի, հնարավոր չի։ Ինձ տենց է թվում։ Все равно մենք բոլորս էլի դժգոհ ենք Նիկոլի կատարած աշխատանքից։ Պապի ջան, դու գոհ ես այս կյանքից։ Այս կյանքից։ Նայած, ինչ կառավարությունից։ Հա, կառավարությունից։ Ես շատ դժգոհ եմ։ Ես շատ դժգոհ եմ։ Ես ահավոր դժգոհ եմ այս կառավարությունից։ Ես չեմ հավատում, բայց խի ինքը պետք է ընտրվի։ Օրինակ ես անձամբ իրան չեմ ընտրի։ 18 թվին ես իրան ընտրեցի, բայց փոշմանեցի։ Ես փոշմանեցի, որ իրան ընտրեցի։ Որտեղ գնում ես կոռուպցիա է, որտեղ գնում ես ահավոր վիճակը, խանութները թանկ, շուկաները թանկ, մոլորված, մարդկա գալիս նայում է, այն օրը մի հատ պապիկ եկավ, այդ ապելսին ծախողի ներքև ասում է տղա ջան, մի հատ ինձ ապելսին կտաս, ինչքան ինձ մարաբիդնի եղավ, որ տարիքով մարդ է, այդ տղեն էլ շատ բարի գտնվեց, 2 հատ պապիկի տոպրակը տվեց, ասես վերցրու։ Եթե պղծություն չլի խոսքը մեր մեջ։ Իսկ եթե արտադրություն եղավ, հնարավոր է, որ չեմ։ Ինձ թվում է դժվար։ Եթե մնա ձայների հաշվով սենց է, էլի, գնան ուղղակի ընտրության, ոչ թե տունը նստեն դիվան քշեն։ Անպայման պետք է գնան ընտրության։ Ում ուզում են ընտրեն, բայց գնան ընտրության։ Ինքը ինձ թվում է ինչ որ հույս ունի, որ դրանք ով չի գնա, կարողանա, էլի, քաշի իր կողմը։ Ինձ տենց է թվում։ Մենակ իմ կարծիքը, շատերի կարծիքը այդ հաշվով այն ոնց որ ասում խնգխի մարդկանց կարծիքով տենց է գալիս։ Իսկ այդ ջղաձգումները են ասում, չէ՞, ջղաձգումները ինչ որ կա, ինձ թվում է որ վստահ չի ինքը։ Դրա համար էլ դիմում է Եվրոպային, այս ֆինանսականչում ես իմ օգնության ձեռքա մեկնում իբրտե օգնեք, այդ կա մի բան։ Հիբրիդային պատերազմ իբրտե։ Ինչ հիբրիդային պատերազմ։ Ինչ գիտես, ով է, ում։ Այդ որ ինքը Եվրոմիությունը խառնվում է, դա հիբրիդային պատերազմ չի։ Իմ կարծիքով պետք է չընտրվի։ Եթե ընտրվեց, դա մեր վերջն է։ Մեր ազգի, մեր պետության վերջն է։